2025 թվականի հունիսի հենց սկզբին բացահայտվում է նորացված էներգիայի ալիք, որը հատուկ հաջողություն է բերում կենդանակերպի 4 նշաններին։ Այս ընտրյալների համար ճակատագիրը նոր հնարավորություններ է պարզվում, հանկարծակի հայտնագործություններ եւ նորացման զգացում, որը կարող է փոխել կյանքի ողջ ընթացքը։ Սա այն ժամանակն է, երբ բացվում են նոր դռներ եւ ի հայտ են գալիս անձնական ու մասնագիտական աճի հնարավորություններ այնտեղ, որտեղ նախկինում անորոշություն կար։ Սիրո, բիզնեսի կամ անձնական առաջընթացի մեջ կա տեղաշարժ եւ այս տեղաշարժը նրանց օգտին է, ովքեր պատրաստ են ընդունել փոփոխությունը։ Եթե այս ժամանակահատվածը վերաբերում է ձեզ, գործեք գիտակցաբար, ընդունեք հրավերները, վստահեք ձեր զգացմունքներին եւ համարձակորեն հետևեք այն բանին, ինչը հուզում է ձեր հոգին։ Տիեզերքը պատրաստ է աջակցել ձեր ուղուն, բայց հենց վերաբերմունքն է որոշում ամեն ինչ։ Մնացեք բաց, լավատես եւ մի վախեցեք առաջարժվել, լսելով ձեր սրտի ձայնը։ Այս նշանների համար բախտը պարզապես զգացողություն չէ, այլ ուժ, որը մեկնարկ է տալիս հունիս ամսվան լի իմաստով, կախարդանքով եւ ներքին շարժումով։ Այդ եղջյուրներ։ Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվում կարիերային եւ ֆինանսներին։ Այդ եղջյուրին բնորոշ վճռականությունն ու կարգապահությունը դառնում են գլխավոր դաշնակիցները եւ վերջապես ջանքերը սկսում են շոշափելի պտուղներ տալ։ Անհրաժեշտ չէ սպասել ճիշտ պահին, հիմա գործելու ժամանակն է։ Առաջ քայլեք համարձակորեն եւ օգտվեք ձեր առջեւ բացվող յուրաքանչյուր հնարավորությունից։ Այս հնարավորություններից շատերը ծնվում են ձեր կապերի եւ շրջապատի մարդկանց աջակցության շնորհիվ։ Գործընկերը, մեթոդները եւ մասնագիտական շփումները այժմ դառնում են ոչ միայն օգնականներ, այլև նոր գիտելիքների, աջակցության եւ ռազմավարական առավելությունների աղբյուր։ Այնուամենայնիվ, կարևոր է իմաստուն մնալ եւ չկորցնել գլուխը հաջողության մեջ։ Ճիշտ պլանավորումը, ֆինանսական խոհեմությունը եւ խնայողությունները կօգնեն ձեր նվաճումները կայուն դարձնել։ Խուսափեք շտապողական որոշումներ կայացնելուց եւ կենտրոնացեք ոչ միայն անմիջական հաջողության, այլև կայունության վրա։ Հիմա հատկապես կարևոր է ձևավորել ապագայի հստակ տեսլական, սահմանել նպատակներ եւ զարգացնելու արժանի հմտություններ։ Ժամանակ ներդրեք ուսման, մենթորինգի եւ նոր փորձառությունների մեջ։ Յուրաքանչյուր ջանք ամրապնդում է ձեր աճի հիմքը։ Մի մոռացեք տոնել նույնիսկ փոքր հաղթանակները։ Հաղթահարված յուրաքանչյուր խոչընդոտ ավելացնում է վստահություն եւ հաստատում ընտրված ուղղությունը։ Վստահեք ինքներդ ձեզ եւ ձեր կառուցածին։ Սա միայն նվաճումների ժամանակը չէ, սա սեփական ուժի խորը գիտակցման փուլ է։ Կենտրոնացման, աջակցության եւ ինքնավստահության շնորհիվ դուք կարող եք ստեղծել իսկապես երկարատև մի բան։ Երկվորյակներ։ Հունիսի սկզբին գալիս է երկար սպասված առաջշարժման զգացողությունը։ Այնտեղ, որտեղ նախկինում ամեն ինչ թվում էր մշուշոտ կամ ուշացած, ի հայտ է գալիս պարզություն։ Կյանքում կարծես թարմ քամի է փչում, վերցնում կասկածները եւ լցնում քեզ էներգիայով։ Սա պարզապես գործունեության շրջան չէ, սա ներքին կողմնացույցը կարգավորելու ժամանակ է։ Կա ցանկություն վերադառնալու ճշմարիտ ուղուն։ Քաջությունը հայտնվում է նույնիսկ անորոշության առջև։ Երկար ժամանակ իրենց պահին սպասած նախագծերը վերջապես ուշադրության են արժանանում եւ դուք պատրաստ եք դրանք իրականություն դարձնել։ Այս շրջանի կարևոր հայտնագործություններից մեկը ազատության զգացումն է, ոչ միայն արտաքին, այլև ներքին աշխարհում։ Սա ժամանակ է կառուցելու ձեր կյանքը, ձեր սեփական կանոնները, գործելով վստահությամբ եւ պարզությամբ։ Վստահեք ձեր ինտուիցիային, այն կդառնա ձեր գլխավոր ուղեցույցը, ցույց տալով թե որտեղ շարժվել եւ ինչ որոշումներ կայացնել։ Որքան շատ լսեք ինքներդ ձեզ, այնքան ավելի հեշտ կլինի կողմնորոշվել ձեր շրջապատող աշխարհում։ Այս էներգետիկ խթանը արտացոլվում է նաև ուրիշների մեջ։ Ձեր իսկությունը ոգեշնչելու ուժ ունի։ Քո խոսքերը, քո մտքերը, քո ներկայությունն ինքնին ազդեցություն ունեն։ Մի ամաչեք կիսվել ձեր մտքերով, ձեր աջակցությամբ։ Հենց հիմա ձեր էներգիան կարող է լինել այդ կայծը մոտակայքում գտնվող մեկի համար։ Օգտագործեք այս պահը վճռական քայլ կատարելու համար, մնալով բաց, նպատակասլաց եւ սովորելու պատրաստակամ։ Ամեն ինչ, ինչ դուք անում եք հիմա, ոչ միայն փոխում է ներկան, այլև ձևավորում է ապագան, ներդաշնակորեն ձեր իրական էության հետ։ Ջրհոսներ։
Հունիսի սկզբին տեղի է ունենում կարևորագույն շրջադարձային պահ։ Երկարատև դժվարությունները, հատկապես ընտանիքում կամ սիրելիների շրջանում, սկսում են անհետանալ։ Լարվածությունը մեղմանում է, զրույցները դառնում են ավելի տաք եւ կապերը աստիճանաբար հարթվում են։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս խորը շունչ քաշելու եւ օգնում է վերանայել առաջնահերթությունները։ Ամեն ինչ, ինչը ձեր վրա ծանրություն էր, վերջապես թոթափվում է, տեղը զիջելով պարզությանը եւ նպատակասլացությանը։ Ձեր անցած փորձություններն ու դժվարությունները դարձան ուժի, դիմացկունության եւ հուզական հասունության դասեր։ Հիմա ժամանակն է առաջ շարժվել գիտակցությամբ։ Հին օրնաչափությունները այլևս ուժի մեջ չեն եւ անցյալի սահմանափակումները դառնում են անձնական աճի ապացույց։ Յուրաքանչյուր մտածված քայլ մեծացնում է վստահությունը, ընդլայնում հորիզոնները եւ օգնում տեսնել ոչ միայն հնարավորությունները, այլև իրական հեռանկարները։ Հարցրեք ինքներդ ձեզ հարցեր. ինչ եք իրականում ուզում, ինչ փոփոխություններ կբերեն ձեզ ավելի մոտ ձեր ուզած կյանքին։ Նույնիսկ փոքր, բայց հետևողական քայլերը կարող են հանգեցնել նկատելի փոփոխությունների։ Սա կրկին վերահսկողությունը ստանձնելու հնարավորություն է։ Պարզության, քաջության եւ հուզական հավասարակշռության շնորհիվ ճանապարհը դառնում է ձերը։ Կարիճներ։ Հիմա սկսվում է այն փուլը, երբ կարիճի էներգիան կենտրոնացումը եւ կամքը միահյուսված են եւ զարմանալի արդյունքներ են տալիս։ Ներքին կրակը պարզապես չի բռնկվում, այն դառնում է նկրտումների իրականացման ուղեցույց։ Հնարավոր է ձեր առջև բացվել է նոր ուղի կամ առաջացել հնարավորություն, որը ձեզ կմոտեցնի ձեր նվիրական երազանքներին։ Դուք պետք է գործեք դանդաղ, բայց առավելագույն ճշգրտությամբ։ Մտքերը պարզ են եւ հատկապես ուժեղ է նախատեսված է իրականացնելու ունակությունը։ Անհրաժեշտ չէ ամեն ինչ մենակ անել։ Շրջապատի մարդկանց, ընկերների, գործընկերների, զուգընկերների աջակցությունը շատ իրական է եւ շոշափելի։ Կարևորը ոչ միայն ոգեշնչումն է, այլև այն կառուցվածքը, որը նրանք պատրաստ են ապահովել։ Նրանք, ովքեր ձեզ մոտ են, հավատում են ձեզ եւ քայլում են ձեզ հետ արարչագործության ճանապարհով։ Հիմնական ուժը կայանում է ձեր ինտուիցիան հետևելով, հասկանալու թե երբ է պետք մղել եւ երբ մեղմ շարժվել։ Դուք առաջնորդում եք ճանապարհը եւ դա երևում է։ Ձեր կիրքը կարող է ոգեշնչել, միավորել դաշնակիցներին եւ թողնել տևական հետ։ Օգտագործեք այս ժամանակահատվածը խոշոր նախագծերը առաջ մղելու, երկարաժամկետ նպատակներին վերադառնալու եւ նման մտածող մարդկանց հետ նոր ուղիներ բացելու համար։ Համատեղ աշխատանքը կբարձրացնի հաջողությունը եւ նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտների հանդիպեք, դրանք արգելքներ չեն, այլ քայլեր։ Դրանցից յուրաքանչյուրը պատճառ է վստահությունը ամրապնդելու, դիմացկունությունը ապացուցելու եւ ոգին մեղմելու համար։ Պարզությունը ձեր կողմնացույցն է, հանգստությունը վառելիք է։ Շարունակեք առաջ շարժվել։ Այս ճանապարհը տանում է հենց այնտեղ, որտեղ ճակատագիրը ձեզ նախատեսել է գնալ։